Այս կանալը շատ մարդկանց կյանք է տալի։ Թեկուզ երեխա կլի, մեծ կլի, տարիքով կլի։ Եղվարդի բնակիչներն են, Արսնի Շամիրամ ջրանցքի մոտ են։ Ասում են ջրանցքը ճիշտ է դեռ դատարկ է, բայց երբ ապրիլի վերջ ոռոգման ջուրը բաց թողնեն, ջրի հետ կգան նաև խնդիրները։ Ահա որ երեխան հենց մոտեցավ այստեղ միանգամից կհայտնվի ջրի մոտ։ Շատ ողբերգական դեպքեր ա եղել, շատ։ Բնակիչները խնդրում են ծածկել ջրանցքը կամ ցանկապատ դնել, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ 2 կիլոմետր են կողմ, այս կանալը փակված է, ծածկած է երեսը։ Եթե այստեղ հանկարծ մի հատ երեխան գա, մի 5-6 կիլոմետր պետք է ծածկի տակով է։ Ոչ մի երեխու չես կարող այնտեղից փրկես։ 2 երեխան այդ փոքր խողովակի վրայով անցնում է ձմեռ։ Այս մի ափից անցնում էին այն մի ափը։ Այս ամառն է տեսել, որ երեխան այսպես կոպանով գնում է։ Ասեմ այդ աղուր ես գնում, կգնիս կանավա։ Իսկի պետք է չի։ Պատմում են, տարիներ առաջ անգամ մեքենա էր մեջն ընկել։ Ձմեռեր իհարկե բարեբախտաբար մենք ականատես ենք եղել, մեքենան ուղևորները մեջը նշան չկար, մարդիկ չեն իմացել, տեղանքին ծանոթ չեն եղել, ընկել էր մեջը։ Բացի այդ, ջրանցքի մեջ աղբ է հավաքվում, ամռանը գարշահոտ գալիս։ Բնակիչները նշում են, տարբեր գերատեսչությունների են դիմել, բարձրաձայնել խնդիրը։ Ինչ թղթեր են։ Բնակիչների ստորագրություններով նամակ դիմում ենք ուղարկել Կոտայքի մարզի ղեկավարին, քաղաքապետին, տարածքների եւ ենթակառուցվածքների նախարարին։ Այնտեղից նամակները ուղարկել են ջրային կոմիտեից ջրար, քաղաքապետարան, ասել են, որ պետք է արվի, բայց գումարը նշել են, խնդրել են ուրիշ ֆինանսական միջոցներ, որ այդ ամեն ինչի արվի, բայց 24 թվին ոչինչ չեն արել, հիմա էլ ինչքան հասկացանք նորից չեն անելու։ Դիմեցինք Նաիրիի համայնքապետարան, մեզ տեղեկացրին, որ իրավասություն չունեն այդ տարածքում շինարարություն իրականացնել։ Հարցում ուղարկեցինք ջրային կոմիտե, իմանալու թե ինչու բնակիչների դիմումից հետո չի ծածկվել ջրանցքը եւ արդյոք աշխատանքներ իրականացվում են այդ ուղղությամբ։ Հարցման պատասխանում նշվում է, Արսնի Շամիրամ ջրանցքի Եղվարդով անցնող հատվածի վերաբերյալ ջրային կոմիտեն քննարկում է ունեցել ջրար ընկերության մասնագետների հետ։ Համաձայն վերջիններից ներկայացրած տեղեկատվության Արսնի Շամիրամ ջրանցքի Եղվարդ քաղաքով անցնող հատվածը 4 կիլոմետր է, որից 900 կծամետրը փակ ցանց է, 1.1 կիլոմետրը մետաղական ցանկապատ, եւ անհրաժեշտ է փակել կամ ցանկապատել մոտ 2 կիլոմետր հատվածը։ Ջրանցքի 900 կծամետրից ավել փակելը նպատակահարմար չէ հաշվի առնելով բնակչության կողմից ջրանցքի աղտոտման փաստը եւ ջրանցքի մաքրման դժվարությունները։ Հարցի վերաբերյալ անդրադարձ է եղել 2023 թվականին Եղվարդ համայնքի եւ Փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների կողմից, որի արդյունքում պարզվել է, որ մոտ 2 կիլոմետր ջրանցքի ցանկապատման համար մոտավոր արժեքը կկազմի 47.2 միլիոն դրամ։ Կոմիտեից տեղեկացնում են, աշխատանքների իրականացումը ներառված չէ ջրար ընկերության այս տարվա բյուջեով իրականացվող ծրագրերում։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում աշխատանքների իրականացումը կներառվի 2026-ից 2028 թվականների ծրագրում։ Միաժամանակ ընկերությունն առաջարկում է աշխատանքների իրականացումը կազմակերպել համայնքի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։